Ծանր անգիտակից վիճակում ինձ տեղափոխել են հիվանդանոց։ Գլխուղեղում ինսուլտ էի տարել։ 62-ամյա Աղվան Արշակյանը կաթվածից փրկված բուժառուներից մեկն է։ Ժամանակին կատարված վիրահատությունը բուժառուի համար լավ ելք է ունեցել։ Բժշկական անձնակազմից ճիշտ եւ արագ հիլահաշինքում այսօր ես վիճակի եմ ձեզ զրուցել։ Այսօր ամբողջովին շատ լավ եմ զգում։ Տարեկան շուրջ 600 կաթվածով բուժառու է ընդունում Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանության բաժանմունքը։ Սա Հայաստանում 3-րդ ամենաբարձր ցուցանիշն է։ Այսօր հոկտեմբերի 29-ին, երբ աշխարհում նշվում է կաթվածի կանխարգելման միջազգային օրը, կրկին անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը գլխուղեղի կաթվածի վտանգների, ախտանշանների եւ կանխարգելման ուղիների վերաբերյալ։ Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի բաժանմունքը հանդիսանում է տարածաշրջանային բաժանմունք, այսինքն մենք սպասարկում ենք եւ Շիրակի մարզի բնակչությանը եւ Լոռվա մարզի բնակչությանը, ինչպես նաեւ որոշ հարակից մարզերից մասամբ ունենում ենք հիվանդներ։ Սա շատ կարևոր է մարզում ունենալ կաթվածի կենտրոն, որովհետեւ մենք պետք է փորձենք կաթվածի բուժումը մոտեցնել հիվանդներին։ Ինչու է դա անհրաժեշտ, որովհետև կաթվածի ժամանակակից բուժումները շատ ժամանակ կախյալ են եւ շատ կարեւոր է շուտ ճանաչել կաթվածը եւ շուտ սկսել բուժումները, որովհետև այդ դեպքում մենք ունենում ենք նվազ մահացություն եւ նվազ հաշմանդամություն։ Հայաստանում կաթվածը շարունակում է մնալ մահացության երկրորդ եւ հաշմանդամության առաջատար պատճառներից մեկը, սակայն մասնագետների խոսքով ճիշտ կանխարգելմամբ հնարավոր է կաթվածների դեպքերի մինչեւ 80%-ը կանխել։ Զարկերակային գերճնշումը, հիպերտենզիան դա կաթվածի հիմնական պատճառներից է։ Կաթվածին նպաստող գործոններից է նաև ծխելը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ, ինչպես նաև ավելորդ քաշը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այսինքն նստակյաց ապրելակերպը։ Որոշ սրտային հիվանդություններ, օրինակ նախասրտերի շողացումը նույնպես կաթվածի համար ռիսկի գործոններ են եւ այս ռիսկի գործոնների հսկողության միջոցով մենք կարող ենք կանխարգելել կաթվածը, իսկ կանխարգելումը, ինչպես գիտենք, միշտ ավելի ազդեցիկ է։ Բաժանմունքի ղեկավարը նկատում է կանխարգելման աշխատանքները շարունակվում են նաև պոլիկլինիկական եւ շտապ օգնության օղակների միջոցով։ Մենք տարբեր օղակների հետ, հատկապես շտապ բուժօգնության օղակի հետ շատ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ ճանաչենք կաթվածի նշանները եւ հիվանդներին արագ եւ օպերատիվ ձևով տեղափոխենք Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաեւ մենք ակտիվ աշխատում ենք պոլիկլինիկական օղակի հետ, որպեսզի կանխարգելման հարցով ավելի ուշադիր եւ համակարգված գործենք։ Այս համատեքստում կարևորվում է նաեւ նոր ներդրված կաթվածի ռեգիստրի դերը։ Մանրամասն տվյալներ է պարունակում կաթվածով հիվանդների մասին ամբողջ հանրապետությունում եւ այդ տվյալների մշակումը մեզ հնարավորություն է տալու ապագայում ավելի կատարելագործել կաթվածի դեմ ուղղված մեր բուժական միջոցառումները։ Գյումրու կաթվածի կենտրոնը հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով եւ արհեստավարժ անձնակազմով, հնարավորություն կա իրականացնելու կանխարգելման, բուժման եւ վերականգնողական փուլերը։ Մասնագետների հորդորն է ճանաչել ախտանշանները, վերահասկել ճնշումը, հրաժարվել վնասակար սովորություններից եւ արագ արձագանքել։ Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է՝ յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։